Հենց արեցինք, որ դու նորից Իմաստ չկա այդ մասին խոսալ։ Ես սկզբունք ունեմ երբեք չափսոսալ ու չփոշմանել արարքների համար։ Նույնը ձեզ եմ խորհուրդ տալի։ Դա էներգիայի ու ժամանակի անտեղի կորուստ է։ Ընդամենը պետք է հետևություններ անել ու քայլել առաջ։ լավ։ Քաղաքում իրավիճակ է փոխվել ու դուք պետք է գործի անցնեք։ Զորոնը ամեն ինչ կբացատրի։ Այս գիշեր Բեկը Ռաֆի հրամանով գնելի նախապել։ Իսկ Սարմիկով գնելի բարեկամն է հասցրել է փախնի։ Ու հիմա ուզում է վրեժ լուծի։ Խփի Ռաֆին ու Բեկին։ Ճիշտ է, այս անունները ձեզ ոչինչ չի ասում, բայց դա այդ կարևոր չի։ Բա ինչն է կարևոր։ Կարևորն է, որ եթե հիմա դուք դրանց խփեք, սաղ մտածել են, որ Սարմիկն է արել այդ։ Այս ձեր համար լավ շանս է, որովհետև սաղ գիտեն, որ դուք երկրում չեք։ Ինչումն է պրոբլեմը։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մենք ենք սատկացրել Բեկին։ Ու ինչ է այդ ձեզ տալու։ Բռնվելու դեպքում ցմահ եք նստելու։ Պետք է սառը հաշվարկներով առաջնորդվեն, ոչ թե էմոցիաներով, եթե ուզում եք հասնել ձեր նպատակին։ Ես համաձայն եմ։ Քանի նրանք կարծում են, որ մենք փախուստի մեջ ենք, այդ մեր առավելությունն է։ Դուք պետք է պատրաստ սպասեք։ Ինչին սպասենք։ Իմ զանգին։ Մենք իրանց շրջապատում մարդիկ ունենք ու տեղյակ ենք իրանց տեղաշարժից։ Ուղղակի պիտի հարմար պահ գտնենք, որ քիչ ախրանայով լինեն ու ոչ մարդաշատ վայրում։ Իդեալական կլինի, որ երկուսին իրար հետ խփենք, բայց դե հիմա ոնց կստացվի։ Ասենք խփեցինք Բեկին ու Ռաֆին։ Հետո ինչ ա լինելու են մարդկանց հետ, որ մեր դեմ որս են սկսել։ Ժամանակը ցույց կտա։ Իրանք հիմար մարդիկ չեն ու փորձելու են լեզու գտնեն ձեզ հետ։ Բայց դա չի փակելու ձեր հարցը ոստիկանության հետ։ Այսինքն ամեն դեպքում պետք է փախնենք, եթե նույնիսկ այդ անասուններին սպանենք։ Հա, եթե չեք ուզում ձեր կյանքի լավագույն օրերը բերդում անցկացնեք։ Բայց հիմա ձեզ պետք է կենտրոնանալ Ռաֆի ու Բեկի վրա, առանց դնանքոր։